Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն է եթերում, փաստերի, անակնկալների, կարծիքների հեռուստաալիք։ Գիտեք, ամեն անգամ հատկապես վերջին շրջանում, երբ բուժումներից վերադառնում եմ Երևան, մի տեսակ եւ կարոտ եմ այսպես կարողանում առնել, եւ ամենակարևորը մեր տաղավարը իսկապես շատ ջերմ է, շատ այսպես մտերմիկ եւ այն հյուրերը, որոնց այստեղ ընդունում եմ, ինձ համար շատ թանկ ու հարազատ են։ Այսօր նմանատիպ անձանցից մեկը, ում ես հրավիրել եմ տաղավար, ձեզ բոլորիդ քաջածանոթ Մայր Հայաստան 21-րդ դարաշրջան կազմակերպության նախագահ, հրապարակախոս, Փակ TV վերլուծաբան Գայանե Գասպարյանն է։ Բարև ձեզ, պետք է ասեմ փոխադարձ է մեր վերաբերմունքը միմյանց հանդեպ։ Իհարկե դա փոխադարձ է։ Հանդիան, գիտես, շատ իհարկե հետաքրքիր ժամանակներ ենք ապրում, իսկ այս վերջին խայտարակ ընտրություններից հետո ճիշտ ասած մտածում եմ ում է ավելի այսպես այս ծանր ինձ համար որին հրավիրել տաղավար եւ այսպես երկար մտորումների կարիք չեղավ անմիջապես ասացի դե իհարկե մեր ծրագրի լավագույն բարեկամին հրապարակախոս Գայանե Գասպարյանին ինչպես եք Շնորհակալություն, հաճելի էր, որ դες հետաքրքրում եմ կարծիքը, նաև բոլոր հեռուստադիտողներին, այսինքն մեր հաղորդումը դիտողներին, որոնց իրոք հետաքրքրում է մեր կարծիքը, որը երբեք չի կարող աբսոլյուտ ճշմարտություն լինել, այսինքն բացարձակ ճշմարտություն, բայց մտավորական մարդկանց կարծիքը ինձ էլ է շատ հետաքրքիր։ Դա հաճույքով եկել եմ ձեր տաղավար։ Դե սկսենք այս ընտրություններից, եթե կարելի այդպես անվանել։ Դե բնականաբար ընտրություն ասելուց այսօր մենք բոլորս պետք է հասկանանք, որ ամեն անգամ այդ բառը դրվում է ճակերտերի մեջ, քանզի որ ընտրություններ չեն եղել, ընտրություններ չի լինելու եւ չի էլ լինում, ասեմ ինչի։ Դա մատրիցայի պատվերն է, դեմոկրատիայի անվան տակ դարաշրջանի կեղծիքը։ Հաճախ ես ստիպված եմ լինում կրկնել են գաղափարներն ու մտքերը, որոնք ասել եմ նախկին հաղորդումների ժամանակ, 3 տարի առաջ, 2 տարի առաջ եւ այլն։ Ինչ է նշանակում, պարոն Ղուշյան, դեմոկրատիա եւ գաղտնի ընտրություն, որևէ մեկ այդ հարցը տվել է։ Ժողովրդավարություն, չէ, դեմոկրատիա։ Այդ ժողովրդավարության կարգավիճակում ինչից պիտի վախենանք, որ գաղտնի ընտրություն անենք։ Այդ համար առաջինը։ Որովհետեւ այդ գաղտնի ընտրության ժամանակ ավելի հեշտ է կեղծելը, սիրելի ժողովուրդ։ Ու ոչ մեկ ոչ մի ապացույց չունի։ Հիմա եթե ինձ ասեմ, որ ղեկավարի ընտրված ղեկավարի 30% ձայները դա արդեն նախապես պատրաստված դրված է, ես կասկած չունեմ։ Քանզի 21 թվի ընտրություններին գիշերը տուն վերադառնալիս Դիլիջանից, հոսպիտալից, որտեղ ես ապրում էի, մենակ շաբաթ կիրակի էի տուն գալիս։ Ես տեսա, թե ինչպես մեքենայով, նիվայով, այլով Ադրբեջան, պետք է ասեմ, ենքան են ասել Ադրբեջան, արևմտյան արդեն մենք սկսել ենք տենց մոտենալ։ Այլով Դիլիջան են փոսնկած տեղը, սիրելի ժողովուրդ, երթվում եմ իմ սրբություններով, նիվան եկավ, վայնետ ուազիկի մոտ, գիշերով, մենք էլ տաքսիով տուն եմ գալիս, ու հանեց իր արկղները դրեց ընդեղից արկղները հանեց ու արագ քշեց գնաց։ Մենք էլ որ դանդաղացրել ենք, ասում են գնա ինչ ես կանգնել։ Մենք շատ լավ հասկացանք ինչ կատարվեց։ Այդ օրը հոսպիտալ ընտրություններն էր անցկացնում։ Ու ես հարցնում եմ զինվորներին, ձեզ ասացին ումը, ոչ չպահանջեցին ումը պետք է ընտրեք, ասում են չի, ասացին ումը ուզում եք ընտրեք։ Ես ապշեցի, ինչ որ դեմոկրատիայի հոտ առա։ Բայց երբ որ տեսա ինչ է կատարվում, դրանից հետո ինձ ոչ ոք, ոչինչ ուրիշ բան չի համոզի։ Ասում լավ, մի անգամ տեսնես, քան 100 անգամ լսես։ Այսինքն ինչ է կատարվում, ժողովրդավարության անվան տակ դիկտատուրայի իշխանություն է գալիս։ Ով է տեսել, երկրում ապրում են 1 միլիոն, 3 միլիոն, 100 միլիոն, 1.5 միլիարդ ու ինչ որ մեկն է որոշում կայացնում։ Այդ երբ բերեցին դրան հասցրեցին։ Այդ մեկ, երկրորդը ընտրողն ով է, ժողովուրդը, ինչպես Աստված կասեր, իմ անմեղ գառնուկները։ Մենք սիրում ենք անմեղ գառնուկներին, բայց անմեղ գառնուկը ի վիճակի չի հզոր ղեկավար դնելուն։ Հարց եմ ուզում տամ։ Այդ ինչպես եղավ, պարոն Ղուշյան, բնության օրենքի համաձայն գայլերի ոհմակը
առաջնորդը ընտրում ամենահզոր ու փորձառու գայլի չէ, որ ամբողջ ոմակը չկործանվի։ Թրջունների երամի, հետո երանկյունի ուղղությամբ թրջունները որ թռնում են, երամի սկզբում ով է թռնում, ամենափորձառու այդ երամի համար պատասխանատվություն կրող խելացի, գցենք թրջունը, կարապը կամ ով ուզում արագելիա, որ մեկի մասին էլ որ ասես։ Ստացվում է, որ մենք կենթանու չափ էլ չունենք, գոնե բնազդով ընտրենք առաքինի հզոր մի ղեկավարի, ստացվում է այդպես։ Ուրեմն ինչ է ստացվում, մեծ մեղքը մեր վրա է, սա գիտեք ինչ ընտրություն չէր, սա շանտաժ էր իմ ազգի հանդեպ, երբ որ դու տեսնում ես ումն են դնում թեկնածուներ, ոնց կարելի էր թույլ տալ Քոչարյանին, չնայած մարդ չկա, որին կարողանայի ես ձայն տայի, բայց Քոչարյան, պարոն Քոչարյան, դուք թե շուտ մոռանում եք ու համոզված եք մենք էլ մոռացանք, թե ինչքան մարդու գլուխ կերանք, թե մարտի 1-ը, թե հոկտեմբերի 27-ը եւ առհասարակ այն դատավորները էլ դատախազները մենք շատ լավ գիտենք։ Կան ախրթղթեր կան, ձեր մոտ չկա, չգիտեմ, ուրիշների մոտ կան, հետաքրքիր մարդկանց մոտ պահպանվել է դա։ Չէ, դու գիտեք ինչից օգտվեցիք։ Հրեական միջամտությունից մեր Աստվածաշնչի Բիբլիայի մեջ, որ ասում էր թշնամուտ ների ու սիրի։ Ժողովուրդ, այսօր մենք մեր թշնամուն ներում ենք ու սիրում ենք, սա կոչվում է զոմբիացում։ Ահա, որտեղ մենք զոմբիացանք, թշնամուն ներեցինք, սիրեցինք, մի հատ էլ աջակցում ենք։ Բա մենք ով ենք դրանից հետո, մենք բոլորս, այսպես նման բակ, այո, միանձնակառավարումը, պարոն Ղուշյան, դա անեծք է ցանկացած պետության եւ ժողովրդի համար, այսօր որ մենք նայում ենք ամբողջ աշխարհի ժողովուրդները ողորմելի, իրավազուրկ, վախեցած ու հուսալքված վիճակում են թե հարուստ երկրների, թե աղքատ երկրների, որովհետև թագավորը եկել է ու ոչ ոք չի ուզում գնա, կան թագավորներ մինչև 30-40 տարի, մինչև վերջին շունչը պետք է կառավարեն, ղեկավարեն այդ փառամոլության, ագահության, այդ հիստերիայի, պատմության մեջ մտնելու թեկուզ կեղտոտ պատմության, Նեյրոնի նման, նա էլ մտավ պատմության մեջ ամեն անգամ կարդալուց, այդ արդեն 2000 տարվա մահացածին նորից անիծում, նորից թաղում հանում, նորից փնովում, վարքաբեկում, մի խոսքով, բայց ասենց դա հիվանդություն է, դա փառամոլության հիվանդություն է, ինչ ասեն, այդ պայմաններում փրկություն չի լինելու, ամեն անգամ պետք է գա մեկը նորից սխալ ու նորից 8 տարի ժողովուրդը տարապի, հետո 8 տարի լացում ենք, հետո բողոքում ենք, 35 տարի ինչի հասանք։ Նույն սուտը լսում ենք, նույն խոստումները լսում ենք, բայց պապուս ասած քյարը պարզվում է ազգից էլ, ժողովրդից էլ քաղցր է, տղեն դեղ աշխատում, աղջիկն դեղ աշխատում, թքած ունի, թուրքը կգա, թե ով կգա, թե հրյան կգա, թե քուրդը կգա, կարևորը քյարը գա։ Դուք տեսեք ինչքան այս մտավորական ազգը ստրկացե, մեր թշնամու կռոշի առաջ, ինչ ասեմ։ Տիկին Գայանե, այնուամենայնիվ ինչով եք բացատրում հզոր այսպես ղեկավարի բացակայությունը, չկան թե չենք տեսնում։ Նախ սկսենք, որ մասսայական համաշխարհային հետապնդում է գնում վաղուց ի վեր, որակով, որակ կրող, արժեք կրող, երկիր հզորացնող, մտավորական, հոգով ուժեղ մարդկանց դեմ։ Մեծ պայքար է գնում, եթե դուք ուշադրություն դարձեք, դա աշխարհով մեկ է, նենց չի, որ մենակ մենք ենք։ Օրինակ դուք նայեք, Եվրոպայում ովքեր են, որ նայում եմ այդ ղեկավարներին, լավագույն դեպքում լաց է գալիս, ժողովրդի համար, իրանց չէ։ Վատագույն դեպքում զայրույթս։ Միտեղ Զելենսկիա, միտեղ Մակրոնը, մեր մոտ դա է, ընդեղ այն մյուսն է, ընդեղ Կանադայում, որից նայում եմ ոնց որ ԼԳՊԴ համայնքն է այսօր աշխարհը կառավարում, դուք հասկանում եք, այն իսկական թոքով հարուստ հայը, որի տակ կոմպրոմայզ չկա, դրանց պետք չի, նրանց չեն կարող սիոնիստները ղեկավարել, դուք հասկանում եք, որովհետև այս արատավոր սիստեմը պիտի պահվի մինչև սիոնիստի նպատակի վերջ, այսինքն մոլորակը պետք է սեփականացնեն,
արդեն բիոմասա դարձած ազգերի մեծ մասը վերասեն մնացածել ամեն մեկին իրենք են հայտարարել 2800 ստրուկա հասնում ամեն հրեային, հա, սիոնիստական ծրագիրը եւ լավ էր հաջողվել է բավականին ոնց հաջողվեց ինձ ասում են այդքան խելացի են իրենք չէ ասում իրենք այդքան խելացի չեն մենք ենք այդքան հիմար տապեցին դոլարը սարքեցին միջազգային վալյուտա ու առան բոլորին նա եթե ոչ բոլորին ումը որ պետք էր եւ ամեն ինչ առան ես շատ հետագայում կպարզվի ես ուղղակի պետք է մի հատ ճշտեմ փաստացիորեն թե ոնց են մատենադարանից Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ծրագրեր անհայտացե 1 միլիոն դոլարի այդպես են ասում որն արժեր ավելին քան 100 միլիոն դոլար սրբ փափախցությունը սահման չունի բարձվում է բայց ասոկոսեր են դրանք մենք կպարզենք երբեք ինչպես ասում են ծուխ առանց գրակի չի լինում շատ ու շատ բաներ կբացահայտվի բայց արդեն շատ ու շատ բաներ կորցրած կլինենք հավատքը մեր հանդեպ մեր իսկ հարգանքը արժանապատվությունը շատ ծանր է վերականգնվում ես նկատել եմ իմ շրջապատում մարդիկ որոնք փորձել են բայց էլ չի ստացվել միշտ այդ անցյալը ապտակում է իրենց այդ եւ ինձ համար այս ընտրությունները Պարոն Ղոշյան, դա սիոնիստական եւս մեկ ապտակ էր մեր ազգին, ցավը նրանում է, որ այս ազգը օրինակ եղել քաղաքակրթության կենտրոն, ամբողջ աշխարհի ազգերին օրինակ է ծառայել մարդկային տեսակի, մարդկային արժեքներով ապրելու հավատքի բնության ու համամարտկային արժեքների որպես օրինակ։ Այսօր մենք մեզ ուրիշը պիտի օրինակ տա, այդքան բան ինչ ասեմ։ Սա Սիոնիստական հզոր ապտակ էր իմ ազգին շատ ցավալի է, բայց դուք չեք էլ պատկերացնի թե ինչ դաժան է լինելու դրա պատասխանը, բայց ոչ թե մեր կողմից, մեր Տիրոջ։ Այս մի նախադասությունը լավ հիշեք, դա ցանկությունս չէ որ ասում եմ, դա երրորդ աչքից տեսողությունն է։ Այնուամենայնիվ որպես մայրերի միության նախագահ, որպես հրապարակախոս վերլուծաբան, ինչպիսին եք տեսնում Հայաստանի հզորացումը, նրա փրկությունը։ Գիտեք, ես պետք է մի բան ասեմ, մեր որակյալ հայերի մասին ես կիսատ տամանաս, ես դավարտեմ հələ, որտեղ դրա հետ է կապված նաև ձեր երկրորդ հարցը, նման մարդկանց մասին, որ չեն իմանում, ժամանակին ինչ-որ միտեղ եթե հնչել են, նկատեցել են, որովհետև դա իրաց չի հետաքրքրում։ Օրինակ ես շատ հարց են տալի, Տիկին Գայանե Գասպարյան, բա ումը բերենք թեկնածու, իսկ ով կար, այսինքն ինչ եք ուզում ասել, որ ես հանճարացին ազգի մեջ չկար մեկը, որ մի անգամից այդ բոլոր թեկնածուներին ծալեր ու շպրտեր, դե՞։ Չէ, դուք մեկը չեք ընտրի։ Սիրելի ժողովուրդ, հա, մենք զոմբիացել ենք, մենք կընտրեինք մեր թշնամիներից մեկն ու մեկին, առհավիրքներից մեկին ենք ընտրում, դրա համար էլ այտենց թեկնածուներ առաջարկեցին, անես որ մեզ տուպիկի մեջ դրեց։ Հիմա հասկացաք, որովհետև մեզ հասնում է դա, որտեղ մեր նախանձը բավական մի լավ մարդու մասին մի լավ բան ասես, արդեն 4 սեկունդից թունավորված կհարցակվեն, ոչ մի ապացույց չունենալով, ես այսօր եկել եմ մի օրինակ եմ բերելու, չեմ կարող այդ բոլոր տղաներին, Արբակին, Արթուրին, Գագիկին, Միքայելին, Սամվելին, ես ո՞ր մեկին ասեմ, Ամրամին, էլի Միքայելին, ես տղաներ ունենք, ամեն մեկը մի հատ թանգարանային էքսպոնատ, մարդկային արժեքների թանգարանային էքսպոնատ, լավ լսեք, հա։ Բայց այսօր ես մեկի օրինակով կբերեմ Արբակ Խաչատրյան։ Ես մի երկու փոքր բան եմ ուզում կարդամ տող։ Մի մարդ, նա միջև ասեմ հասկանաք, մի մարդ, որը չի վախեցել Ռուսաստանում համարձակվում է գրի ընդեղի նախագահի դեմ դիմում, նամակ, ուղերձ, գաղափար, թե ինչպես պետք է երկրները փրկվի։ Մի մարդ, որը раб կապիտալը на службе у злобного шута, եսի 7 տարի առաջվա գրված հոդվածն է, որտեղ նա ասում էր Տրամպի գալու ժամանակ ինչա լինում։ Դա պետք է կարդաք, ես չեմ կարող այդ ամբողջը կարդալ։ Ամբողջ աշխարհում 103 լեզուներով տպվում է նրա հոդվածները։ Միֆերի ժամանակն անցել է, թարգմանվել է 44 լեզուներով, ու շատ դիր լսեք, ոչ բարեկամս է, ոչ ազգականս։ Սա իհարկե ցնցող հոդված էր,
Սատանայի մասին, մայրն ու սատանան։ Սատանան այսօր մարդկանց համեմատությամբ տեղնակտուց ճուտիկ է։ Դուք տեսեք հələ մարդը ուր է հասել։ Սատանան փախնում է վախից մարդուն, որովհետև իր դժողքի տարածքը մետրերով մեր բիզնեսմեններն արդեն ծախել են կառավարության հետ համաձայն, փախավ, անելիք չունի։ Որը ասեմ, որը չասեմ, գեոполитический сутенер, взрыв и новая жизнь։ Այն ինչ որ հիմա գրում են, ամսաթվով գրածա բացեք, մտեք Արբակ Խաչատրյան կարդացեք, համել ձեռի հետ զարգացեք։ Գոնե ինչ-որ մի բան կիմանաք, դες մոլորված ու խապված չեք գնա այս աշխարհից։ Հոդվածներ ունեն, այս որ թվականին է 2020 թվական, վերևը գրված է։ 2020 թվականի հոդված է։ Այն որ այսօր մենք տեսնում ենք, ինքը 6 տարի առաջ տարարտար ամսաթվով ամեն երկրի համար։ Որևէ մեկը կարայիք նամակ ուղարկեիք Հռոմի պապին եւ Հռոմի պապը արդեն պատասխանում է 2020 եւ 2026 թվականներին Հռոմի պապին նամակ է բացում ուղարկում եւ ասում է դու փոխարենը պայքարես հոգու համար, դու պայքարել ես հոգու դեմ։ Հավատքը չկա, հավատքը վերածվում է սատանիզմի, Նամակ է ուղարկել առաջին դեմքին լինելով Ռուսաստանում, Մոսկվայում, անձամբ հատար է նամակը տվել։ Կարայեք այդքան համարձակություն ունենայեք։ Հիմա լսեք ինչ ա գրում։ Запретов невозможно добиться успеха, нефть и газ Украины, боржоми мандарины Грузии, коньяк, джермук Армении и так далее. Западные метастазы только рады этому. Финансы для них инструмент контроля и влияния. И как сутенеры дают оружие и деньги, чтобы народы воевали друг с другом. Это и есть их программа. Ասմադուտենց հսկա հզոր կառավարություն պետություն լինելով հանդերձեց ինչ ասեմ մանրակշիռ առևտուրներով է զբաղված գազը չեմ տա ջերմուկը չեմ բերի այնի չեմ բերի Քոիսկսիոնիստներն են բերել մեր գլխին այս պատուհասը 35 տարվա պատուհասը դու գնում գալիս եք այդ ազգիտ եք կպտում այս չեմ տա ջուրի չեմ տա գազը չեմ ասա սազում հարց հա տվել մարդը նրան Կարայիք այդ հարցը գրեիք ուղարկեք օֆիցիալ ստորագրվեր եւ պատասխաննել եկել է Հիմա նայեք վերջին ես չեմ կարող ամբողջը կարդալ իր նամակը ղեկավարին ուղղված բայց տեսեք ինչ ասում Чтобы спасти человечество базовая основа должна быть человеческие ценности и духовность а не товар и деньги. И это может на земле сделать только мать. Ինչից սկսվել է սարհավիրքը, այդտեղից էլ պետք է սկսվի փրկությունը։ Դրա մասին է ինքը խոսում։ Մի մարդ, որը առաջին Արցախյան պատերազմի ժամանակ ես չեմ հիշում 4 թե 6 ինքնաթիռ զենք նվիրեց վերջի զենքը, մենք այդ զենքով հաղթեցինք Եվ ես չի իմանում այդ մարդու անունը ինձ ասեց Վազգեն Սարգսյանը Մոսկվայից վերադառնալուց իր ինքնաթիռի մեջ երբ որ ես ինձ էլ հետը բերեց Հայաստան ինքը մանկության ընկերն է իր եղբայրը գիտի հարցրեք Հակոբի աղջիկն եմ ես մենք միասին Կիսլավոսկում ենք հանգստանում Մայովկայի իրար տուն գնալ գալ մենք եղբայր ու քույր ենք Վազգենի հետ ու ասեց մի մարդ կար հրաշք հայ եթե նա չլներ մենք արդեն պարտվում ենք Այսինքն ի սկզբանե որոշված է եղել որ պիտի պարտվենք էդի տայինք բայց հանկարծ միջամտեց անակնկալը մի հայի կողմից զենքը բերվեց ու նվիրեց այդ զենքը իմ տարիքի մարդիկը հիշեն հացիսովի ժամանակ 268 վագոն հաց բերեցի մացավ սովի համար մարդիկ իրար են սպանում որովհետև մեկին հետաքրքրեց ում հացն են կուտում չէ հետաքրքրեց հետո էլ ասում ենք բա ուր են այդ լավ տղերքը Միս անգամ այդ հարցը չտակ, որպեսզի խայտարակ չլինեք։ Ես էլ չեմ ասում, որ Կալաշնիկովի գործարանը Ռուսաստանի ընկերները բացեցին, նվիրեցին իրեն, ինքը նվիրեց պետությանը։ Մատ ուշադրի լսեք։ Պետությունն էլ վաճառեց պատրոն Դավիթին։ Բա իհարկե, այս ով կթողի, որ այդ տեղեքի մասին գրեն
հոդվածներ կամ ռեկլամներ, նա ռեկլամի կարիք չունի, ես հիմա չգիտեմ էլ, ինքը իմանա, պիտի ինձ խաբարանի կամ գտնի, ասի ինչ եք իմ մասին խոսած, նա չի սիրում, բայց եսի ռեկլամ չի։ Սա փաստի արձանագրում է սիրելի ժողովուրդ։ Ուղղակի, որ իմ ժողովուրդը մյուս անգամ այդ հիմար հարցը չտա եւ ավելի հիմար երևական կա, բա մենք ունենք լավ արժանի տղեկ, ունենք, այդ տղեկը չեն թալանե, չունեն միլիարդներ, որ իրանք առաջարկվեն, իսկ դուք քյասիբին ձեր չեք տա, ձայն չեք տա։ Գիտեք ki $100 վերցրել եք, ոչ խիղճ ունես, արդեն ոչ հոգի ծախված, ոչ էլ մարդու արժանապատվություն ես, քեզ համար արդեն մեկա, կենթանու բնազդով, այո, մեր ազգի մեջ դեռ կան այտենցները, դրա համար էլ կարևոր չէ արդեն արժեքը։ Իսկ դες մարդիկ պաշտոնակրվին չեն մասնակցում, նրանց փողը չի հետաքրում, նրանք ավելի թանկ բան ունեն։ Ասոտված պարգև է հզոր մարդ լինելու, Դե ինչ ինչպես ասեմ, Ռուբեն Հարտեջյանը կասեր լավագույն տղերքը հեռանում են։ այո, հեռանում են ու լավագույն մարդիկ։ Դա նայեք, մեր լավագույն մարդիկ որտեղ են, կամ կալանավորված են, կամ սպանված են, կամ վտարված են երկրից։ Եվ ես չեմ հավատա, որ այս լնգուլավազները կարան տես բան արեն։ Չէ, դա ուրախանում են, մասնակցում ծափահարում են, դա հասկանալի է։ Դարվում ամբողջ մի հսկայական սիստեմի, սիոնիստական ծրագրի համաձայն մենք բոլորս ամբողջ աշխարհը սիոնիստական ծրագրի տակ է, բայց դա արդեն մոտենում է իր ավարտին, որովհետև սիոնիստը ինչով էր դա անում, օգտվելով մարդկային թույլ կողմից, ազնական շահից, իր տպած դոլարից, հիմա դոլարը մի օր կարտնանան կտեսնեն, որ փող չի, ծիծաղացեք ու մի հավատացեք, բայց հետո տենալու եք, այդքան բան։ Դե Տիկին Գայան է, ինչ է իրենից ներկայացնում ընդհանրապես գաղափարական կենտրոն ունենք մենք նման մի կառույց։ Այ իհարկե ունենք, օրինակ Արբակ Խաչատրյանը որ գրել էր Հռոմի պապին, դուք պայքարում եք հոգու դեմ, եթե մարդու հոգին չկա, հոգու դեմ է, հոգին վերացնում եք, այդ դեպքում կրոնի կարիքն էլ չկա, ինչա կրոնը, հոգու համար չէ, հոգու սնունդ է։ Եթե դու այսօր հոգին ես խոշտանգում, վերացնում մարդուն սարքում բիոմասա, մասսայական ամբողջ մարդկության մասին է խոսքը։ Այդ դեպքում կրոնը արդեն իր նշանակությունը կորցնում է ու առհասարակ բոլոր արժեքներն են կորցնում։ Ինչ է դառնում է մարդ եւ մոլորակ, այսինքն չկան ազգություններ, պետություններ, ոչ մի առաքինի, այնինչ որ մոլորակը պահել է, այնինչ որ ժողովրդի մեջ հետաքրքրություն է եղել, սեր, բարեկամություն, ընկերություն, ամեն մի ազգը մյուս ազգի կուլտուրա, սովորից ուսումնասիրել է պատմություն, այսօր պետք է լինի մարդ եւ մոլորակ եւ մի քանի տարի հետո նախիր ու մոլորակ, ահա սա է ծրագիրը, դե մի քա պետությունները չեն կարողանում։ Ես որ նայում եմ Ռուսաստանի, լացս գալիս է ամենահարուստ երկիրը, բոլոր հանքերը հրյաներին են, բանկերը հրյաներին են, լրատվական, հեռուստատեսության բոլոր ալիքները հրյաների սեփականություն են, պաշտոնները հրյաներին են, հարց եմ տալի։ Հիմա դա ում պետությունն է, վերնագիր ինչ կապ ունի։ Նրանք ամենտեղ են, ամենտեղ մխրճված են, բայց պիտի հային չկպնեին, այ դա ձեզ կկործանի, ես մի 18 թվին երբ որ ինձ հրավիրեցին Իսրայել, իմ ելույթից հետո ես մոտեցա ու ասեցին, Տիկին Գասպարյան, ինձ ասում են դուք պայծառատես եք, ասում չէ, ես պայծառատես չեմ, ուղղակի տեսողությունս լավն է, ավելի հեռու եմ տեսնում։ Ինչ կասեք Իսրայելի հանդեպ, ասի ցավալի հարվածների տակ եք ընկնելու, սկսած կոտորածի վճարումից կազմակերպումից թուրքի ձեռով մինչև այսօր դուք անգամ չեք պատկերացնի տասնապատիկը ինչ է նշանակում ձեր ազգի համար անցնենք առաջ ցավալի է չեմ ուզում ոչ մի ազգ դժվի բայց դե ամեն մարդ բումերանգյո օրենքը դեռ ոչ մեկ չի փոխի այո դրա համար եմ ասում Արբակի ասած ինչ է պիտի փրկի Հայաստանի պիտի փրկի արժեքը հոգևորը նա միշտ այդ գաղափարական կենտրոնը որ ինքն ասում է հենց Բարիս բույն իմաստով գաղափարական կենտրոն ոչ թե ամեն մի կներեկել դիսերտացիա պաշտպանած ավաննակա կրթված սրիկա կա դու չգիտեմ ակադեմիկ չորտ ստրուկ կնա քցնի ու ստորանա որ իրան ինչ-որ փող հասկանում ես այդ փոքրոքություն այդ ողորմելի կաշառվածությունը մի օր մեկ անպայման դա դուրս է գալու ինձ որ ասում էին դեկին գոյանը օրինակ եթե ինձ այդքան միլիոններ տան ես կվերցնեի ասեմ դու կարող է դրան է մեր տարբերությունը ես չէ ինչի չեք վերցնում ասեցի ես սովոր չեմ ուրիշի փողն ուտեմ եւ երկրորդը չկա աշխարհում տես փող որ իմ արժանապատվությունից իմ հորս անունից թանկ լինի ես իմ հորս անվան դեմ պատասխանատվություն եմ կրում
Այդ գերբի դեմ սիրելի ժողովուրդ բոլորս պիտի տենց անենք ու մայրը պիտի բրգի մայրը եթե մոլորակի մայր լիներ էսենց Հիտլեր չեր դա Տրամփ չեր դաստիարակի Զելենսկի չեր դաստիարակի չգիտեմ ընդեղելով ում ուզում ես ինչքան արհավիրք որ եղել է այդ դրանք չէին տենց լինի դրանք գիտես ինչ լավ ծնողի երեխան լավ ճիշտ դաստիարակված ուրիշի մորը արբակներ ասում ուրիշի մորը երեխուն չի սպանի Ուրեմն այդ երեխուն մենակ ծնելով չի հոգևորը գաղափարականը պիտի տաս մայրը պիտի գա իր գաղափարը վերադառնա իր դիրքին խլել են մորից ամեն ինչ մեդալ 2-3 ունի պարոն Ղուշյան նայեք մի կողմից մոր մեղքն եմ ես առաջին ասում որ լավ չեք դաստիարակե վերում ու բրախում եք կմահաճույքի բախտի կմահաճույքի ինչ է կատարվում սորեսականներն ու սեկտանտները սիոնիստական ամեն մի ինստիտուտ են լավ համանից օգտվող հրեշներ կան որ մի անգամից հարցակում են այտենց հարցակում են մեր երեխեքին վերցնում են եւ իրանցով են դաստիարակում զոմբիացնում ես չգիտեմ այնտեղ ինչ դեղեր են տալիս ինչ ա լինում ինչ չի լինում պահեք ձեր երեխեքին փրկեք դաստիարակեք այո մորից շատ բանակախված են որ ասում ոչ թայլած կծնվեր ոչ հիտլեր կծնվեր ոչ նապոլեոն կծնվեր կծնվեի քաղաքակիրթ մարդիկ դա համար գաղափարական կենտրոնը որը շուտով բացվելու է մինչև սեպտեմբեր եւ մայրերի այդ հզոր կոմիտեն միասնական հավաքելու են իրանց շուրջը մտավորական այսօրվա ընտրությունների թվերը որ նայում եք ես ճիշտ ասած ես անձամբ համոզված եմ որ Փաշինյանին երևի 13-14%-ն ու 15% ձայն տված կլինեն որտեղ հաստատ Հայաստանում 15-20%-ը դրանք այլ ցեղախմբի ու ազգերի սերունդներ որոնք շատ լավ գիտեն իրանք ով են իրանց համար ոչ հայրենի կա ոչ ժողովուրդ բաղձա դա հասկանալի է մնացածը սարկածեր այդ վեկացան 500 հոգով եկան ստեղ այտենց արագի մեջ ֆորում այդ ֆորումը ոչինչ չուներ ոչ մի նշանակություն եկան օգնին գրին դրին արին ասում եմ մեկ ասում գիտեք տիկին գայանը 150 հոգին հետ չի գնացել այդ 150-ն էլ մի 6-ի ագենտուրան աստեղ նստած ասացի ես ճիշտ ասած ուրիշ թիվ եմ լսել եմ 80 հոգի չէ 150 հոգի են մեկն ասում այսինքն այդ խոսակցությունների մեջ ինչ-որ մի բան կա հետո որպեսզի իրանցը պարտական ինչ ասում գողն ինչ ասում բռնե գողին Ռուսաստանի ագենտուրան դու բոլորն էլ ունեն ագենտուրա սաղդ էլ ագենտ եք ահա չկա տենց մարդ հարուստները բոլորը թալակի վրա ընկած են որովհետեւ ձեր փողերը բանկերի մեջ է իսկ բանկը ենթարկվում է հрьяաներին ոնց ուզենա ձեզ ծումկի կբերի բոլորը անուններ չեմ տալի բացառապես բոլորը ով փող ունի ու բանկում է մենք երջանիկ մարդ ենք բանկերում փող չունենք ոչ էլ կամպրոմատ ունենք մեզ վրա ահա պիտի լինի այս արժեքները գաղափարը Հավատնել է գալիս մորից, Աստծո հավատքը, ամեն ինչը գալիս է մորից։ Ես իմ աֆորիզմներից ամենաշատը սիրում եմ մի աֆորիզմ։ Մոր ստեղծմամբ հաստատվեց Աստծո գոյությունը։ Հա, մենք Աստծո ներկայացուցիչն ենք։ Ջարդիկ մեզ։ Ի սկզբանե, երբ որ դրախտում Ադամն ու Եվան ստացան Աստծուց խնձորի ծառ պատղաբերության որպես սիմվոլ Ով դրուկ է դրախտում չգիտես որտեղից օծ հայտնվեց, ոչ ինչ գործ ուներ դրախտում, հա, ջուդների մտցած փոփոխությունները, լավ հիշեք, եկավ վերցրեց այդ խնձորը թունավորեց, տվեց խեղճկնոջ, ասեց կեր, նա կերավ, հետո ինչ ասեց, դու արդեն մեղքի տակ ես, հասկացաք որտեղից է գալիս այդ ծրագրերը, ամբողջ պատմությունը, ամբողջ այդ առասպելները, ամբողջ այդ Գրի առված են հազարամյակների երևույթները բոլորը կեղծ են եղել։ Դրա համար ես հավատում եմ Աստծուն։ Ես ուղիղ եմ կապված իր հետ։ Իմ հոգով, իմ խղճով։ Ու ոչ մեկին պատասխան չեմ տալի։ Ինքը ամեն ինչ գիտի։ Անկամ այն, ինչի մասին դեռ դու չգիտես, հետո կիմանաս։ Այդ դրա մասին է խոսքը։ Կնոջը սարքեցին երրորդական, ձայն իրավունք չունես, դու ձենդ կտրի, ինչ ուզենաք ու այդ կանեն, հետո ժամանակները փոխվեց, ինչ արեցին, կնոջ ձեռքից երեխուն հիմա վերցնում են երեխուն իրավունք չունի դաստիարակի, ասում եմ ուրումանական ինստիտուտը փոխվել է։ Հիմա կարա երեխան 7 տարեկանից ուզենա սերը փոխի, իմ այր իրավունք չունի ձենանի, հա։ 3-4 տեղ աշխատում է ճգրտալեն իրիկունը որ նայում եմ շուկայից ոնց են մարդիկ կանայք արդեն կիսամեր ոնց որ քայլող դիակ մի երկու տոպրակի մեջ կարտոֆիլ սող կամ ինչ կանաչի գցած գնում են քարշ տոներ ոնց մի 70-ի մոտ իմ տարիքի կին որ ճաշ է փիթորների համար բա մերը որտեղ դաստիարակի խիմորը մայրական արբական էս լավ առաջարկ ունի ուրեմն երեխաները ամբողջ աշխարհում եք
որոշ երկրներում կա։ Երեխա ունենալու դեպքում մայրը պետք է ամիսը 1500-ից 2000 դոլարի համարժեք իր պետության դրամը ստանա, որ չմտածի, որ նստի իր երեխային գոնե մինչև դպրոցը դաստիարակի, հետո կաշխատի։ Կաշխատի արդեն կեսդրույթ, երեխան կդաստիարակի, երեխան կսովորի։ Ես էլ չեմ ասում կրթական ամբողջ մշակույթը, մեր ու կրթությունը շատ ողբերգական վիճակի մեջ է։ Մշակույթը ջնջվում է, ազգայինը ջնջվում է, կրթությունը լուրջ։ Չհավատակ։ Եվ այդ սախատված վասալները, որոնք արդեն դատապարտված են։ Օրինակ, եթե ես շարունակեմ, իրան անգամ չգիտեն, որ դեռ չի ծնվել մի մարդ, որ կարողանա հայը եւ Հայաստանը ջնջի քարտեզի վրայից։ Մենք աստղերի նման աշխարհով մեկ ծրված ենք։ Ինչի նման կլիներ երկինքն առանց աստղերի։ Դա երկինքն էլ մոլորակորբերյանը աստղերը մնալու են, հասկացաք։ Արդեն մատաղի ենթարկված ղեկավարներ, դուք արդեն պրիցելի տակ եք ռուսի ասած, դուք արդեն դուրս գրման պրոցեսը ձեր սկսվել է։ Իր ժամանակին ասացի պարոն Փաշինյան, դիմումը հրաժարական տվեք, հանգիստ գնացեք, ապրեք ձեր կյանքի մնացորդը։ Չլսեցիք, թե չկարողացաք, ես չեմ կարող ասել, կամ թույլ չտվեցին։ Դուք ստորագրեցիք ձեր դատավճիռը, սա ոչ մեկ էլ ձեզ թշնամություն չի կարող անել արդեն։ Հակառակ կարող է խղճանք։ Չի կարելի դες, չափ կա, սաման կա, այդ փառամոլության հիստերիան, էլ մինչև ուր, ինչքան կարած դու ազգը կործանես, չէ, իսկ այն մեկը կործանելուց նորից հետ է եկել, համը ձեր բերանն է մնացել, հա, կինդ էլ ասում է, սա կարևոր ժամանակ է, հիմա կուզենայի, որ հայրդ լինի վարչապետ, ծախսածը պիտի տասնապատիկ չէ, հարյուրապատիկ հետ բերեք, ամոթ չեք անում, դուք այնքան մեղք ունեք ես ազգի դեմ, գնացեք, լսի, գնացեք, ամուսնու դեմքին նայողը 3 օր հաց չի ուտում։ Կստացի լավ մի չոցա դիետայի, մի օր նայում եք 3 օր հաց չեք ուտում, դե չի կարելի տենց։ Բայց դե իրանք սպասում են անպայման դաժան վերջաբանով իրենց հարցերելուց, թող սպասեն, ինչ ասեմ։ Բայց մենք ունենք հայեր, պարոն Ղոշյան, գաղափար եմ ասել։ Ես ձեզ բոլորիդ կապացուցեմ, երբ որ կգաք, ես ֆիլմ եմ նկարահանելու, սաղ բոլոր երկրների թերթերի առաջ էջերում ինչեր են այդ մարդու մասին գրում, ինչքան պրեզիդենտ է խնդրում, որ գնա իր մոտ Սավետնիկի, ինչ պաշտոն ուզում եք, ցանկացած երկրի չնասա կլի Ռուսաստան կլի, իմիջայլոց։ Պարոն Խաչատրյանը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական, Քոչարյանի եւ Սերժի եւ բոլորից զզված դիմումը գրետ դուրս է եկել առաջին մարդն է, որը նախագահի խորհրդական մի 2-3 ամիս տեսելով դրանց ողորմելի վիճակը սախատված ու վասալական դիմումը գրետ դուրս է եկել, հետո իրան հրավել են Ռուսաստան, հետո Ռուսաստանի կենտրոնի դատավորն է եղել, Մոսկվայի կենտրոնի դատավորն է եղել, հետո եղել է մարդու իրավունքի պապրավան չելավեկը, պաշտպանն է եղել Սավետնիկ պրեզիդենտը Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, հետո թողի դուրս է եկել, հարց եմ տալիս, հետո պիտի լինես, որ գիտակցես քո արժեքն ավելին, քան աշխարհի բոլոր պաշտոններն ու փողերը։ Այ տենց հայա մեզ պետք, այ որ զենք բերեց, հաց բերեց, գործարան բերեց, ճանապարհները բացեց։ Մի խոսքով չեմ կարող հիմա այս մի հաղորդման ժամանակ այդ մարդու ասածները 23 թվին ինչ որ գրել է թերթում արգումենտիում, այսօր կա գրել ամբողջ Կրեմլը նստած շոկի մեջ, ոնց է ամսա թվով այդ մարդն իմաց է 2003 թվականին բոլոր պատերազմները ինչա լինելու, ինչպես անել, որ չլինի, ինչա տուժվելու, այսօր արդեն ամբողջ իր աշխատությունները Պուտինի հրամանով տրված է արտաքին գործերի նախարարության ինստիտուտներին ուսումնասիրել ու զեկուցել նախագահին այդ գանձարանը եւ դա հայը ու մենք դեռ ասում ենք ով հա նման մայրերը իմ նման մայրեր շատ կան որտեւ ես ինչ որ խոսում եմ իմ մայրերի անունից եմ խոսում հայ մայրերի եւ մեր ծնածը սենց հանճարեղ տղաներով մենք կփրկեինք քնած ես պաշտոն չեմ ուզում համել չեմ էլ կարող ես տեղի քաղաքացի չեմ դա համար լեզուս երկար կարամ խոսամ բայց մենք նես մայրեր ունենք նես տղերք ունենք չէ գնացեք փողը վերցրեք
եւ ձեր փոսը փորեք, սիրելի ժողովուրդ։ Եվ շատ տխուր վերջաբանով եք ուզում ավարտել, չէ, ես ուզում եմ։ Էսի ածնելու է, սա ժամանակավոր է, սա դաս է, սա ին ապտակ։ Եթե մարդուն ապտակում են, ինքը չի մեռնում դրանից։ Բայց այդ ապտակը շատ բան է թելադրում, սթափեցնում է։ Միևնույն է, ոնց որ մարդիկ ունեն ճակատագրեր, տենց էլ երկրները։ Մեր Աստված մեզ համար հզոր անակնկալ է պատրաստել։ Ոչ մեկիդ մտքով չի անցնի, անգամ բարձրաձայնեմ չեք հավատա։ Իսկ ես ասում եմ, արժենք մենք բոլորս թե չարժենք, այդ առանձին հարց է։ Բայց ինքը Հայաստանին բարձրացնելու է իր իսկ արժանի պատվանդանին։ Հայքը վերադառնալու է։ Իսկ թե ոնց կարևոր չէ։ Դուք կարող եք շարունակել փողն առնել, ձայները տալ, մարդնով է ասում մոտ, մարդ չենք մենք ընդամենը, միևնույն է Հայաստանը հաղթել է։ Երազգին շնորհակալ եմ այսօրվա համար, առաջիկայում իհարկե նոր հանդիպումներ կունենանք, բայց այս շրջանը ապրենք, տեսնենք ինչ կլինի եւ ամենակարևորը հույսներս չկորցնենք։ Չէ, հույսներս կորցնենք, թե չկորցնենք, նախ ասեմ մեր երկրի ապագան առանձնապես այս մեր հույսերից չի կախված, որովհետեւ Աստծո ազգը չի կարող հույսը կորցնել, որում դու արդեն Աստծոց թեկված ես, դու մոլորված ես, դու վախեցած ես, դու լքված ես, դու հուսալքված ես։ Քեզ թույլ տվել, սիրելի ազգ, ինչ ես թույլ տվել, քեզ այդքան ստորացնել։ Այդ ստորացում բառը հենց դա էլ կա, ինձ չեն ստորացրել են բոլորից։ Սա էլ է ստորացում է ընտրությունը։ Երբ որ ես նայում էի որոշ մարդկանց ինտերվյու են տալիս, կարծիքը, որ մենք նիկոլական ենք, նիկոլին եք ուզում, դուք լսել եք, ես մի հատ քաղաքակիրթ, մի հատ 10-րդ դասարանի կրթությամբ գոնե տպավորությունը կարող են մարդին սուտ ավարտել, չտեսա, դա ոնց որ հիվանդ լինեին։ Ես ակամա հիշեցի, որ 2021 թվականին ընտրությունների ժամանակ Գեղարքունիքի հոգեբուժարանի հիվանդներին էին բերել, մարդ չէր գնացել, որ կանգնեին, իրանք իրար լավ են հասկանում, չէ, կալեգային ծապտային ընդունեին, հետո ասել էին, որ ոչ բան չեք խոսալու։ Ես έτσι շատ տվյալներ ունեմ։ Կգորակ մենակ Նիկոլին հենց սկսում էր խոսալ, Նիկոլ չէին թողու խոսալ։ Իրանց ասել են Նիկոլ, չի կարելի դե։ Դա օրենքով դատի բան է, էլի դուք ինչ իրանք ունեք հիվանդ մարդկանց շահագործեք, հանեք փողոցը կանգնացեք Նիկոլ կամ դամ թռեք ծապ, հետո հասկանում ենք, չէ։ Զոմբիացման process-ների կամ ապարատուրայի տակ, այդ սաղս արդեն գիտենք։ Հա, բայց դա ոչ մեկի չի տակրում։ $100 տվեցին, այն մեկը 150 տալի, գնա նրան։ Դու լետես ինչքան ես մարդ հարարացի, չէ։ Թե քեզ ստորացրու ոչնչացրեք քեզ ու քո նախնիները, քո ազգային պատկանելիությունը։ Մեր երկիրը փրկվելու է մի օրենքով, դենթեյանալիս։ Տեսնենք թե ով է, որ մյուս անգամ հայկական ազգանունների պարտակված ցեղախմբի սենունդներին Արատը չվերագրեք իմ հայազգին, ազնագրում խփվելու է, քուրդ ես, քուրդ, թուրք ես, թուրք, հրես, հրե, հայ ես, հայ, ռուս ես, ռուս, պիտի տպվի, երկրորդ օրենքը հայ կառավարություն, իշխանություն պիտի մտնեն միայն դենթեյով ապացուցված հայերը, մենակ չասեք համաշխարհային հանրությունը, ինքը ինձ համար գոյություն չունի, թող ինքը հիմա նայի մեզ, Հայաստանը նոր սիստեմով է շուտով կառավարվելու դարաշրջանի ամենաարդար սիստեմն արդեն գրված առաջինը դրվելու է Հայաստանում մինչև 28 թիվը համբերեք։ Հաղթիկին շատ երկար է իհարկե սպասվել, բայց կարծում եմ այդ դրան էլ կդիմանանք։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, մենք այսօր հյուրընկալել ենք Մայր Հայաստան 21-րդ դար հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ հրապարակախոս վերլուծաբան անզուգական Գայանե Գասպարյանին, ով միշտ մեր հետ է, մեր կողքին։ Այսօր այսքանը, ցտեսություն։